Օգտատերից Էդուարդ Մարտիրոսյանը հարցնում է. «Բարև ձեզ, ես 53 տարեկան եմ, զինվորական թոշակառու, ինձ անվճար բուժ զննում, վիրահատություն, ստենդավորում եւ այլն, մի խոսքով ինչից կարող եմ օգտվել»։ Հաջորդ հարցը Աստված օրհնի ձեզ, սա հարց չէր, սա երևի ուղղված էր։ Այո։ Առաջին հարցը պատասխանեք մյուսներին։ Տեսեք, եթե անձը տարիքի կամ ինչ այլ համակարգով չի ներառվել առողջության ապահովության համակարգ, բայց նախկինում ունեն կարգավիճակից ելնելով պետպատվերի շահառուեի, նրանք շարունակում են իրենց պետական պատվերի շրջանակներում օգտվել ծառայություններից։ Օրինակ զինծառայողների ընտանիքի անդամները եւ էլի ունենք խմբեր։ Այնպես որ պետպատվերի ծառայությունները այս խմբին հասանելի են, ապահովագրական փաթեթը հասկանալու համար ինչ է մտնում, այսօր այդ մասին հրապարակում կանենք։ Դրանց մասին խոսվեց, բայց վերջում մի քանի այսպես բլից տարբերակով հարցեր, էլի։ Ատամնաբուժական ծառայությունները մտնում են, թե ոչ։ Ատամնաբուժական որոշակի ծառայություններ մտնում են ցանկը առանձին ես կհրապարակեմ։ Ակնաբուժական ծառայությունները մտնում են։ Ակնաբուժական շատ լայն ծառայություններ են մտնում, ուզում եմ նշել, որ մեր նաև քաղաքացիների շատ սպասված կատարակտի վիրահատությունը, այո, ներառված է, ունենք արդեն հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր վիրահատվել են եւ իրենց աչքի լույսը վերագտել։ Էսթետիկ, պլաստիկ վիրաբուժությունը մտնում է թե չէ։ Ոչ։ Ես շատ ուրախ եմ, որ հասել եք պահանջները այդտեղ արդեն։ Բազմաթիվ հարցեր կան, հարգելի գործընկերներ։ Հաջորդ երկքաղաքացիները կարող են օգտվել ապահովագրությունից թե ոչ։ Մեզ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը եւ ռեզիդենտությունը այո, արդեն բավարար են օգտվելու համակարգից։ Շնորհակալություն։ Այն մարդկանց համար, ում համար պետությունն է վճարում, բայց աշխատող եւ ապահովագրավճար վճարողների համար քաղաքացիությունը եւ ռեզիդենտությունը պարտադիր պայման չէ։ Շնորհակալություն, եթե դուք ավելացնելու բան ունեք, Տիկին Ավանեսյան։ Ես կարծում եմ, որ նախ շատ շնորհակալ եմ այս հանդիպման համար, որտեղ ես կարծում եմ, որ համակարգը պարզ չէ, շատ, տեսեք, միայն ծառայությունների ցանկը հարյուրավոր տողեր են, ինչպես ստանալ այդ ծառայությունը, ինչպես օգտվել եւ այլն, ես կարծում եմ մենք պիտի մեր քաղաքացիներին շարունակենք ակտիվ իրազեկել նրանց իրավունքների մասով, նրանց հնարավորությունների մասով եւ իհարկե նաեւ հաշվետվողականության մասով ես կարծում եմ շատ կարեւոր է ամեն ամիս ամփոփել դեռ առաջիկա մի 2 ամիսների ընթացքում վիճակագրական տվյալներ, գոհունակություն, բարձրացված հարցեր եւ խնդիրներ, նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, որովհետեւ կառավարությունը եւ խմբակցությունը միացյալ, այո, ինչպես նշվեց, երկար տասնամյակ տարիների խոստացված բարեփոխումը իրացրեց։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, շնորհակալություն հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ովքեր մեզ հետևում են։ Ես նորից խնդրում եմ, որպեսզի դուք անպայման նախ Արմեդ հավելվածում գրանցվեք եւ հետևեք այս ամբողջ գործընթացին, նաեւ առողջապահության նախարարությունը եւ առողջապահության նախարար Տիկին Ավանեսյանը պարբերաբար նոր տեղեկատվություն է հաղորդում, խնդրում եմ հետևեք, սա մասշտաբային մեծ ռեֆորմ է, որը որ մեր կառավարությունը արել է, երբևէ Հայաստանի Հանրապետության որևէ կառավարություն Հայաստանի քաղաքացիներին պետական բյուջեից այսքան գումար չի վճարել սեփական առողջության պահպանման, մարդկային կապիտալի զարգացման համար, սա չափազանց կարևոր ռեֆորմ է եւ այս ռեֆորմը մենք բոլորով միասին պիտի հաջողությամբ իրագործենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։